Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում կունենա ոչ թե սահմանադրական մեծամասնություն, ինչի համար պայքարում էր Փաշինյանը, այլ պարզ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքներում փոփոխություններ անել կամ նոր օրենքներ ընդունել։ Բայց Փաշինյանը հենց գիշերը ընտրությունների ինքն իրեն շնորհավորեց մեծ հաղթանակի կապակցությամբ, դեռ կենտրոնական ընտրականը 10%-ն էլ քվեների չէր հաշվել այդ ժամի դրությամբ։ Ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր ուժերի ձայնը տված քաղաքացիները տարակուսած են մի տեսակ ու չեն կողմնորոշվում։ Ի վերջո սա մեծ հաղթանակ է Նիկոլ Փաշինյանի համար, թե մեծ պարտություն։ Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով ամբողջ այդ քաղաքացիական պայմանագրի թիմի մոտ եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Կարծում եմ հերթական բլեֆներ փորձում անել, մտածելով, որ կարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։ Եվ այն տարօրինակեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ որ բարբերաբար, փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Կարծում եմ սա էր, բայց իհարկե պատկերը լրիվ ուրիշ է, նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հանրակներով ավելացրել են։ Ամեն դեպքում ճշտող հարց ընդդիմադիր ուժերը տարբեր տեսակի եւ մասշտաբի ընտրախախտումների մասին են խոսում, ի վերջո սրանք այնպիսի խախտումներ են, որ կարող էին ազդել ընտրական ամբողջ process-ի վրա եւ պատկերի վրա արդյունքների։ Անկասկած ընտրական գործընթացը դա միայն ընտրությունների օրը չի, դա ամբողջ գործընթացն է մինչ ընտրությունները նաև եւ քարոզարշավը եւ միջ քարոզարշավը եւ խախտումները աննախադեպ խախտումներ էին այդ ընթացքում եւ այդ խախտումները անկասկած ամեն մի խախտումների բլոկ կարող էր ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։